Ձեր անկեղծ բարձ խոսելու իրավիճակը ծրագիրը եւ մենք ինչ կարանք անենք, ինչ է ծրագիրը ոնց են կազմել իմ ժողովրդի հետ միասին, լսելով ժողովրդին, խնդիրը, պրոբլեմը եւ դրանք լուծումները։ Ձեր հետ խոսել եմ շատ բարձ, անկեղծ, իրական, բնական, ոչ մի արտարոց բան չեմ ասելու, ոչ մի սուտ չեմ ասելու։ Այսօր ես նայում եմ, սաղ վարված են Ծառուկյանի խոսալուց, որ պարզ անկեղծ մարդկանց հետ խոսում եմ, լսել եմ խնդիրը, պրոբլեմը, իրավիճակը եւ ասելու բան չկա։ Ես որ ասել եմ Ժողովուրդ ջան, հիմնական ուսումնասիրելով, այսօր 8 տարի մեր ժողովուրդը լիարժեք հավատալով, սպասելով, որ իր կյանքում մի բան է փոխվելու, որ լավ է լինելու, իրենց մասին մտածող է լինելու, մարդից փուշանող է լինելու։ Այսքանը ուսումնասիրել ենք, նայել ենք եւ իր կյան ծրագիրը կազմել ենք, որ այսօր անհրաժեշտ է իմ ժողովրդին, առաջնային առողջապահությունը, կրթությունը, որ անվճար լինի։ Ինչ գումարներ նախատեսված է պետությունը, պարտավոր է այդ խնդիրը մարդկանց կարգավորի։ Ու ասելով այսօր առողջապահության համար բյուջեն տարեկան 700 միլիոն դոլար դրած առողջապահության, բայց ժողովուրդը դրա արդյունքը չի տեսնում, անտերի Փոշյանումա մարդիկ խեղճ ու կրակ տները նստած, չեն գնում ստուգման փող չունեն, գնալով պետպատվերը չի արդարացնում իրեն, ու այսօր ես ասեմ առողջապահություն կրթություններ, որ ծնողը այս ծանր վիճակում չի կարում ավելորդ գումար, որ կարողանա տանի ուսման վճարի 800,000 կակ 1 միլիոն։ Հիմա սարքել են տարեստական բանականության, Ծառուկյանը խոսում է կրթություն եւ առողջապահություն անվճար եւ թոշակը անվճար։ Տոհան գրագետներ, Ծառուկյան ասում է թոշակը բարձրացրեք, որ հիմնական ամենանվազագույնը թոշակառուի համար ձեր հաշվարկով 78,000 դրամն է, 10,000 դրամ ընտրությունից առաջ, մի ամիս առաջ բարձրացեցին լավ եղավ 49,000։ Թոշակառու ոնց կարա 10,000 ավելով, եթե նվազագույնը 78,000 է կազմում։ Ծառուկյանը ասում է թոշակները անվճար, էլ ուրիշ բան չունեն ժողովուրդ, ես ինչ ասում եմ, հիմնավորած եմ ասում, ոչ մեկը չի կարող ուրիշ բան ասի, ու իմ ասածին էլ տեր եմ, որ կազմակերպելու ենք, տրամադրելու ենք, եւ դա իրականացնել ենք, Ժողովուրդ ջան, այսօր ժողովուրդը լիարժեք, որ պարտքի վարկի տակ է, եղել է տնտեսական ճգնաժամ, եղել է համաճարակ կորոնավիրուս, մարդիկ չեն աշխատել, եղել է պատերազմ, պարտք է գոյացել, սնվելու համար, ապրելու համար, եւ այդ պարտքը հիմնական պետությունը պարտավոր է ժողովրդի մատից փուշանի, ոնց որ ընտանիքի հայրը նույնն է ժողովրդի համար կառավարության ղեկավարը, որ պետք է մինչև 3 միլիոն դրամ, մարդը իր ճոխության համար վարկը չի վերցել է գոյատևի, ընտանիք պահի, ծնողներին բուժի կամ առողջապահության համար վճարի, որ պետք է այսօր մենք ունենք 650,000 ընտանիք, ունենք 2 միլիոն 450,000 վարկառու, չեմ ասում մարդը վարկավերցե բիզնես դնի, այլ առօրյա կյանքի համար, որ պետք է առաջի որոշումը լինի, վարկերը մինչև 3 միլիոն դրամ անմիջապես ներում շնորհվեն։ Եթե դուք ձայնը տալիս եք մեզ, ես ասել եմ կրթությունը, առողջապահությունը եւ վարկերը, որ անմիջապես հենց առաջին նիստին որոշում է կայացվելու, որ անմիջապես ներում շնորհեն, մարդիկ ճայիճից դուրս գան։ Այսօր 15 միլիարդ է պարտքը, որ դուք եք փակելու, ձեր այդ գումարները պահելուց, դուք խաբար եք 15 միլիարդից, 15 միլիարդով ինչ կարել էր անել, զարգացնել, ծաղկացնել, չեմ ասում է գործանել կառուցել, նայել մի 3-4 խոշոր ծրագրեր իրականացնել, տուրիզմ զարգացնել, տուրիզմը գնարգար ամեն մի տուրիստից 5,000 դոլար, քեզ ասեմ, եթե 20 միլիոն տուրիստ եկավ, արդեն ինքնիկյան ժողովուրդ 100 միլիարդ փող անում, որ այդ մնալը իմ երկրում, տաքսիստն էլ կառնի, գյուղացին էլ կառնի, սևանցին էլ կառնի, մարտունեցին էլ կառնի, վարդենիստին էլ կառնի, այդ փողը մնալու է, մարդիկ կան, հյուրանոց այդքան տեղ չկա, տներել են վարձելու, օգտվելու են, այնպես որ այսօր միայն դատարկ խոսալով չի, մարդկանց վիրավորելով չի, միայն կարող են վիրավորել, մարդկանց վրա ցեղ շպրտել, գործեր հարուցել, տեղին թե անտեղին մարդկանց ձերբակալել։ Այսօր տեղ չկա բերդերը, տեղ գոյություն չունի։ 4 տեղանոցում 20 հոգի են մնում։ Այդտեղ չկա, մի հատ էլ կազմակերպել են տնային կալանքներ։
Ժողովրդյան պետք է մի հատ էլ համաներում շնորհվի։ Համաներում կալանավարերում, որ 10 տարի մինչև սրոք ունեցողներին ի նշան մեր ազգային խորհրդանիշի հաշտության, համերաշխության, բարոյական կամեցողության, ասված է ցավը տանեմ, սխալվել եք, գնացեք հասեք ձեր ընտանիքներին։ Սաղ կյանքը կալանավոր հանցագործ չես լինելու։ Գնա ապրի քո կյանքով, քո ընտանիքի, քո ծնողների հետ։ Մեկ անգամ ևել թույլ կտա, մեղք իրավիզը, պետք է լավ բան կատարես։ Մարդը պետք է հզոր լինի, կամեցող լինի, բարի լինի, որ հասկանա լավությունը ինչ է, որ կարող է լավությունը մեր ժողովրդին պարգևի։ Ինչ ասել եմ ժողովուրդ ջան, մենք տեր ենք։ Այսօր դուք լսել եք երևի, որ Ալիև ասում է, Սևան Ադրբեջանին է, Գանջի ասում է, Գյոչա դա Սևանի անունը։